Բարև ձեզ սիրելի բարեկամներ, սկսում ենք Astromix հաղորդման հերթական թողարկումը եւ ինչպես միշտ ավանդաբար մինչ բուն թեմաներին անցնելը առաջարկում եմ ձեզ անպայման բաժանորդագրվել Anti-Fake YouTube-յան ալիքին, նաև իմ YouTube-յան ալիքներին, Astromag եւ Թալիսմաններ YouTube-յան ալիքին, նաև Աստղաբանական YouTube-յան ալիքից, Աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ YouTube-յան ալիքից եւ քանի որ շարունակաբար արգելափակված եմ մնում Facebook սոցիալական ցանցում, նաև առաջարկում եմ ձեզ անպայման բաժանորդագրվել իմ տելեգրամյան ալիքին, բաց տելեգրամյան ալիքին, բոլոր հղումները այս վիդեոյի տակ նկարագրության մեջ են, որպեսզի կարողանաք շարունակաբար ինձ հետևել եւ չկորցնել կարևորագույն վերլուծությունները, կարևորագույն եւ ակտուալ թեմաների շուրջ։ Սիրելիներս, գիտեք, որ փաստացի հունիսը դժնդակ մայիսի շարունակությունը դարձավ, ինչպես եւ ես կանխատեսել էի դեռևս 2 տարի առաջ բախվեցին Իրանն ու Իսրայելը եւ դա շատ կանխատեսելի էր, կանխատեսելի արդյունք էր, դեռևս երբ անցած տարի ԱՄՆ-ում տեղի էին ունենում նախագահական ընտրություններ, կազմելով Դոնալդ Թրամփի աստղային քարտեզը, ես հստակ տեսա, որ սա մեծագույն պատուհաս է ոչ միայն ԱՄՆ-ի ժողովրդի գլխին, այլ նաև ամբողջ մարդկության գլխին։ Եւ նրա, այսպես ասած, նախընտրական ծրագրի հիմնական մեխը դա խաղաղությունն էր, խաղաղության աղավնի է իբրև թե բերելու է խաղաղություն Ռուսաստանին եւ Ուկրաինային եւ ընդհանրապես ամբողջ աշխարհով մեկ նա հռչակում էր, որ բոլոր հակամարտությունները կասեցնելու է եւ տիրի խաղաղություն, իհարկե դա միանգամայն անհնարին բան էր, այսինքն անիրագործելի խոստում էր Դոնալդ Թրամփի կողմից, քանի որ նրա աստղային քարտեզում ես նաև այստեղ կարծեմ անդրադարձել եմ այս տաղավարում, որ նա ծնվել է լուսնային ամբողջական լուսնային խավարման ժամանակ, իսկ գիտեք, որ այն առաջնորդները, երկրների ընդհանրապես այն ղեկավարները, ովքեր ծնվում են խավարումների ժամանակ, նրանք կործանարար ազդեցություն են թողնում ոչ միայն տվյալ երկրի վրա, այլ նաև կարող են ամբողջ երկրի վրա կործանարար ազդեցություն թողնել։ Եվ այդպիսին է իհարկե նաև Դոնալդ Թրամփի հորոսկոպը։ Բացի դրանից, ինչպես եւ ԱՄՆ-ի անկախության հորոսկոպում, Դոնալդ Թրամփի մոտ մենք տեսնում ենք Արեգակի եւ Ուրանի միությունը երկվորյակներում, իսկ երկվորյակները շատ այսպես տատանողական եւ անհաստատ նշան է։ Կյանքի ընթացքում Դոնալդ Թրամփը ինչով ասես չի զբաղվել, եւ շոումեն է, եւ դերասան է, եւ գրող է, եւ չգիտեմ, հրապարակախոս է, եւ քաղաքական գործիչ է եւ բիզնեսով է զբաղվում, այսինքն հենց այդ Արեգակի եւ Ուրանի միությունը դա է ցույց տալիս, որ մարդը հստակ չունի որոշակի զբաղվածություններ, նա եւ ղեկավար է, եւ դերասան է, եւ քաղաքական գործիչ է, եւ բիզնեսմեն, եւ այլն, եւ այլն։ Եվ դա մենք հստակ տեսանք իր պաշտոնավարման այս կես տարվա ընթացքում, իդեպ հենց պաշտոնավարման սկզբից 2025 թվականի հենց հունվարից աղետալի զանազան իրադարձություններ տեղի ունեցան ԱՄՆ-ում, գիտեք, որ 24 թվականի վերջին 25-ի սկզբին Լոս Անջելեսը բավականին կրակների մեջ էր, մեծ հրդեհներ էին լայնածավալ, շատ ծանր բարդերավիճակ է, նաև այժմ Լոս Անջելեսում, որը ես նույնպես կանխատեսել եմ, որովհետև տեսակ, որ զանգվածային ցույցեր են տեղի ունենում, հենց հունիսի սկզբից տեղի են ունենում այդ զանգվածային ցույցերը, պահանջով այդ արգելքը էմիգրանտների վերացնել, բայց քանի որ
Դոնալդ Թրամփը որոշակի ծրագրով է եկել իշխանության եւ պարտավոր է, նրա համար պարտադիր է այդ ծրագիր իրագործել, բնականաբար նա հետ չի գնում եւ իրագործում է հենց այն ծրագիրը, որի համար նրան տրվել է այս իշխանությունը եւ որի համար նա այդ մահափորձից հետո նրան ոչինչ չի պատահել, նա նախ ԱՄՆ-ի այդ որոշակի ներքին քաղաքականությունն է, այսինքն բոլոր ներգաղթյալների դուրս հանումն է ԱՄՆ-ից եւ երկրորդը դա Իրանի դեմ պատերազմի սանձազերծումն է։ Ըստ էության փաստորեն նա նպաստեց այս պատերազմի հրահրմանը, խոստանալով այսպես խաղաղ բանակցություններ, ձևացնելով, որ ամեն բան լավ կլինի, արդեն մոտ էին կողմերը ԱՄՆ-ն եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը ինչ որ համաձայնագրի ստորագրման միջուկային ծրագրի շուրջ, բայց փաստացի հենց այդ կիրակի, այսինքն հունիսի 15-ին, երբ պետք էր արդեն այդ պայմանագիրը ստորագրվեր, դրա 2 օր առաջ, հենց ուրբաթ 13-ին իմիջիայլոց, հունիսի 13-ին, ուրբաթ 13-ին Իսրայելը հարձակվեց Իրանի վրա։ Եվ նույնպես պատահական չէ, սիրելի բարեկամներ, որ ինձ Facebook-ում հենց արգելափակեցին մայիսի 13-ին, ինքը ուղիղ 1 ամիս առաջ այդ ռազմական ագրեսիայի սանձազերծումից, քանի որ ես մշտապես, գիտեք, քննադատում եմ այդ գլոբալիստական համաշխարհային կառավարությունը եւ նրա երկակի ստանդարտները, մշտապես քողազերծում եմ նրանց այդ բոլոր քայլերը եւ ապացուցում եմ աստղաբանորեն դա ինձ այնպես չեմ խոսում, ինձ թվում է հենց այդ պատճառով էլ ինձ արգելափակեցին եւ հիմա արդեն 2-րդ ամիսն է շարունակաբար ես արգելափակված եմ մնում Facebook-ում։ Դա շատ, այսպես ասած, սպասելի է, դա նշանակում է, որ մեզ սպասում են շատ բարդ եւ ծանր զարգացումներ, սիրելի բարեկամներ, նամանավանդ, որ արդեն հուլիսի 7-ին 2025 թվականին Շարաբաստիկ Ուրան մոլորակը անսպասելի փոփոխությունների մոլորակը, հեղափոխական փոփոխությունների մոլորակ Ուրանը մուտք կգործի երկվորյակներ, որը հենց գիտեք, որ երկվորյակները ԱՄՆ-ի աստղային դաշտն, այսինքն այդ տերության, այսպես ասած, գլխավոր հովանավորներից մեկն է Ուրանը։ Երբ Ուրանը տարանցել է երկվորյակներ կենդանակերպով, մարդկության պատմության մեջ մշտապես տեղ են ունեցել լայնածավալ պատերազմներ եւ զանազան սպանություններ, իշխանափոխություններ, շատ այսպես տեկտոնիկ տեղաշարժեր, տարբեր երկրների իշխանության այդ բուրգում, հասարակարգում փլուզվել են տարբեր հասարակարգեր, կարելի է հիշատակել 1941 թիվը, օգոստոսին 1941 թվականի Ուրանը կրկին մուտք գործեց երկվորյակներ, իսկ գիտեք, որ դրանից 1 ամիս առաջ, 1-2 ամիս առաջ, 1.5 ամիս առաջ սկսվեց հայրենական մեծ պատերազմը եւ Հիտլերը հարձակվեց Խորհրդային Միության վրա, այսինքն հունիսի 22-ին, 1941 թվականին դա տեղի ունեցավ։ Նաեւ եւ ամբողջ այդ ռազմական գործողությունների ընթացքում հիմնականում Ուրանը գտնվում էր երկվորյակնում, այսինքն ամենադաժան, ամենասաստիկ ռազմական գործողությունները, որոնք տեղ ունեցան 1941 թվականից հետո, հենց այն ժամանակ էին, երբ Ուրանը գտնվում էր երկվորյակներում։ Նաև 19-րդ դարի կեսերին էր Ուրանը գտնվում երկվորյակներում, երբ Ֆրանսիայում փորձ կատարվեց վերականգնել թագավորությունը, մանարխիան, բայց դա տեղի չունեցավ, չստացվեց դա Նապոլեոն III-ի սպանության պատճառով։ Եվ նաև շատ ուշագրավ է, որ 1776 թվականին, հուլիսի 4-ին, երբ հենց հիմնադրվեց ԱՄՆ-ն, նույնպես Ուրանը գտնվում էր երկվորյակներում, այսինքն այդ բոլոր հեղափոխությունները, հասարակական կարգի փոփոխությունները, լայնամասշտաբ պատերազմները սերտորեն կապված են, ինձ թվում է, հենց այդ
դիրքի հետ։ Սիրելի բարեկամներ, դերևս 3 տարի առաջ ես զգուշացնում եմ, որ Պարսկաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում է մեծագույն վտանգի մեջ եւ այդ վտանգը հատկապես սկսեց ավելի եւ ավելի շոշափելի դառնալ 2023 թվականին աշնանը, երբ ըստ էության տեղ ունեցավ Արցախահայության տեղահանությունը եւ ցեղասպանությունը, եւ դրանով, այսպես ասած, արձակվեցին ձեռքերը համաշխարհային կառավարության, քանի որ այդ ամենը շատ հանգիստ մարսվեց միջազգային հանրության կողմից, ընդունելի համարվեց եւ հենց Իրանի Իսլամական Հանրապետությունը դա ընդունեց, արդեն նաեւ սկսվեց, գիտեք, հոկտեմբերի 7-ին 2023 թվականին Գազայի եւ Իսրայելի այդ հակամարտությունը, Համաս-Իսրայել պատերազմը, որը անխուսափելիորեն պետք է հանգեցներ նաեւ Իրանի եւ Իսրայելի բախմանը, վանածավալ պատերազմին, այս ժամանակ ավերիչ պլուտոն ռազմական գործողությունները ղեկավարող այդ լայնածավալ ռազմական գործողությունները պատերազմի մոլորակ պլուտոնը գտնվում էր արդեն այդ եղջյուր կենթանակերպի վերջին աստիճաններում, առաջին անգամ պլուտոնը մոտ գործեց ջրհոզ 23 թվականի մարտին, բայց տարվա ընթացքում նա հետ գնաց եւ աշնանը գտնվում էր հենց ուրեմն այդ եղջյուրում եւ դիմակայում էր Իրանի Իսլամական Հանրապետության քարտեզի, այսինքն ժամանակակից Պարսկաստանի քարտեզի Յուպիտերին, որը մեծ երջանկության մորակ Յուպիտերը Իրանի քարտեզում, գիտեք, գտնվում է 29 աստիճան խեցգետնում եւ խորհրդանշում է էլիտան, այսինքն դա նշանակում է հարվածներ էլիտայի դեմ, անընդմեջ հարվածներ եւ հասարակական կարգի փլուզման վտանգ, որը ըստ էության առավել առարկական դարձավ արդեն հենց հոկտեմբերից 2023 թվականի, այնուհետև 24 թվականին ես լայնածավալ պատերազմ չէի կանխատեսում, բայց հարվածներ եղան Իսրայելի եւ Իրանի միջև, ինչու 24 թվականին տեղի չունեցավ այս լայնածավալ պատերազմը, որովհետև ընդհանրապես տարվա թիվը 2024 թվական նախորդ տարվա այդ փայտեվիշապի տարվա 8-ն է, իսկ 8-ը Սատուրն մոլորակի թիվն է, Սատուրնը գիտեք, որ դա սահմանափակումների մոլորակ է, սառնության մոլորակ, ինչ որ խոչընդոտների մոլորակ է, այնքան էլ հեշտ չէր այդ ժամանակ սկսել պատերազմը եւ այդ իսկ պատճառով նա չսկսվեց, բացի դրանից Իսրայելը նպատակ ուներ նաև վերացնել առավել արմատական առաջնորդներին Իրանի Իսլամական Հանրապետության ավելի առավելապես այսպես արմատական հայացքներ ունեցող անձանց, որը որ եւ տեղի ունեցավ իմիջիալոց իմ կանխատեսմամբ հենց մայիսի 19-ին 2024 թվականին, երբ ուղղաթիռում վթարի ենթարկվեցին, որ անհասկանալի պատճառով բոլորը հավաքվել են այդ մեկ ուղղաթիռի մեջ, ամբողջ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնք հենց այդ Ռաիսին նաև նախագահ շատ արմատական հայացքների տեր էր եւ նրան փոխարինելու եկավ Մասուդ Փեզեշքյանը, որը ես կանխատեսել էի դա, որ Իրանի քարտեզի հետ այդ մարդը անհամատեղելի է եւ ի վերջո նրա ղեկավարումը, նրա կառավարման օրոք տեղի ունենալու պետական հեղաշրջում եւ սահմանադրական կարգի տապալում, այսինքն Իրանի ամբողջ այդ այաթոլլաների համակարգը շատ մեծ է հավանականությունը, որ անկում ապրի։ Եվ նաև շատ իհարկե այդ Պլուտոնի ազդեցությամբ ըստ էության շարունակաբար այժմ տեղի ունենում հենց այդ ռեալիզացվում այդ կանխատեսումը, նաև ես կանխատեսել 24 թվականի հոկտեմբերի վերջին, որև տեղի ունեցավ այդ բախումը, առավել հզոր բախում էր Իսրայելի եւ Պարսկաստանի միջև հոկտեմբերի 26-ին 2024 թվականի, եւ այժմ վտանգավորը շատ իմ կանխատեսման մեջ ապրիլի վերջը եւ մայիսը։ Այդ ընթացքում եւս տեղի ունեցան զանազան բախումներ եւ լարվածություն ռազմաքաղաքական Պարսկաստանում այդ նավահանգիստը պայթեցվեց, պահեստները պայթեցվեցին, որը նույնպես կարծում եմ հենց տերակտ էր
Եվ դա այդ ամբողջ նախապատրաստական աշխատանքներին այս հունիսյան հարձակումից առաջ։ Պարսկաստանը իհարկե բարդ իրավիճակում է գտնվում, հատկապես այն պայմաններում, երբ Ուրան մոլորակ, անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանը մոտենա Իրանի Իսլամական Հանրապետության աստղային քարտեզի լուսնին, որը խորհրդանշում է ժողովուրդը, ժողովրդական մասսաները, եւ այստեղ 5 աստիճան երկվորյակներում է գտնվում այդ լուսինը, որը կնշանակի ազգաբնակչության զանգվածային արտագաղթ եւ տեղահանություն։ Այս տարի դա հատկապես աշնան օգոստոսի վերջից սկսած մինչև սեպտեմբերի վերջը շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվելու Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Ինչու՞ն, որովհետև հարցնանումն է, որ Արեգակը մոտենում է Սատուրն մոլորակին, Իրանի Իսլամական Հանրապետության, որը սահմանափակումների մոլորակ է, ավերի մոլորակ է, նաև ինչ որ հասարակական կարգի փլուզման հետ կարող է կապ ունենալ։ Այստեղ Սատուրնը Իրանի քարտեզում գտնվում է 8 աստիճան կույս նշանում եւ մոգական աստիճանում։ Դե իհարկե Իրանի-Իսրայելի բախումը նախ եւ առաջ նաև գաղափարախոսությունների բախում է, նաև էզոտերիկ բավականին լուրջ հանքեր ունի, որովհետև հրեաները գիտեք որ նաև սև մոգության լավագույն վարպետներ են, կաբալիստական այդ ուսմունքը հենց հրեական է, եւ նաև Պարսկաստանում բավականին զարգացած է զրադաշտականությունը, գիտեք դա նույնպես որը ունի իր ուրույն մոգական համակարգը եւ նրանք պաշտպանվում են հենց այդ միջոցով, ոչ միայն հրթիռների միջոցով են պաշտպանվում, այլ նաև հենց մոգական հնարքներով։ Այստեղ Սատուրնը սև մոգական աստիճանում է, Արեգակը երբ մոտենում ընդհանրապես Սատուրնին, դա կարող է նշանակել կարևոր պետական գործի առաջնորդի մահ կարող է նշանակել եւ միաժամանակ Սատուրնը տրանզիտար նա մոտենում է Իրանի Իսլամական Հանրապետության Արեգակին։ Այս շատ բարձ զարգացումներ է խոստանում օգոստոսի վերջից սկսած ամբողջ սեպտեմբերը, նամանավանդ այդ խավարումների միջանցքը, հատկապես սեպտեմբերի 7-ից մինչև 21-ը սեպտեմբերի շատ ծանր ընթացք է լինելու, իսկ երբ Սատուրնը իհարկե հասնի Իրանի Իսլամական Հանրապետության Արեգակին, դա արդեն ծանր իրավիճակ կստեղծվի այդ պետության համար, նույնպես ղեկավարության համար, այսինքն նրանց համար, ովքեր դեռ չեն սպանվել, նրանց համար բավականին ծանր իրավիճակ է ստեղծվելու, դա տեղի ունենալու արդեն հաջորդ տարվա ընթացքում, տեսնենք երբ տեղի կունենա այդ Սատուրնի տարանցումը Իրանի Իսլամական Հանրապետության Արեգակի վրայով, դա մյուս տարվա մեջ է լինում, մյուս տարվա արդեն մոտավոր նույնպես հունիս ամսին, մայիսի վերջ, հունիս, մայիսից արդեն սկսվելու է, մայիսի վերջ, հունիս այդ ժամանակվանից, իհարկե սա շատ ծանր իրավիճակ կստեղծվի Իրանի Իսլամական Հանրապետության համար, նամանավանդ որ հարավային լուսնային հանգույցը, գիտեք, կույս նշանում է, որտեղ Սատուրն է Իրանի Իսլամական Հանրապետության եւ միաժամանակ այդ հարավային հանգույցը Սատուրնով է անցնելու, այսինքն շատ վտանգավոր իրավիճակ է իշխանության համար, հասարակական կարգի համար, այդ ամբողջ կրոնապետության համար եւ Իրանը կարող է նաեւ մասնատման վտանգի առջև կանգնել, սա առավել վտանգավոր իրավիճակ է։ Դե տարածքային իմաստով գիտեք, որ Ադրբեջանը մեծ ախորժակներ ունի Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային հատվածների նկատմամբ, այդ ատրպատական կոչված այդ տարածքի հետ կապված ունի այդ հավակնությունները եւ շատ բարձր է հավանականությունը, որ կանցնի արդեն վճռական գործողությունների, դա արդեն 26 թվականի ապրիլի վերջից բարձր է հավանականությունը, որ եւ տեղի ունենա այդ ծանր իրադարձությունները։
հետաքրական է, որ նաև 26 թվականի ապրիլը շատ վճռորոշ է լինելու այս տեսանկյունից, որովհետև սա երկու չար մորակներ, մեծ եւ փոքր չարիքը, Սատուրնը մեծ չարիք եւ Մարսը փոքր չարիքը միանալու են այդ ժամանակ հենց ապրիլի ընթացքում նրանք միանալու են խոյ կենդանակերպում, որը որ հենց Իրան Իսլամական Հանրապետության Արեգակի մոտակայքում, որը շատ ծանր իրավիճակը ստեղծի հենց ամբողջ առաջնորդների համար, ղեկավարության համար, նախագահի համար, արդեն հիմա լուրեր են գալիս, որ արտաքին գործերի նախարարի նկատմամբ տեղ են ունեցել մահափորձեր, սա արդեն իսկ սկսվում է այս գործընթացը եւ հատկապես օգոստոսի վերջ սեպտեմբեր այս տարի, մինչև սեպտեմբերի վերջ եւ մյուս տարի արդեն ապրիլի ընթացքում եւ մայիսին կլինեն ծանր զարգացումներ։ Այսքանը Իրանի հետ կապված, եթե իմջալոց հարցեր ունեք ինչ-որ հետաքրող, անպայման գրեք մեկնաբանություններում, ես կպատասխանեմ ձեր հարցերին այս թեմայի շուրջ։ Այժմ անդրադառնանք Իսրայելին, այնպես չէ, որ Իսրայելը սանձազերծելով այս ագրեսիան հաղթանակ է տոնելու շատ արագ, որովհետև կործանարար հետևանքներ կունենա այս պատերազմը նաև Իսրայելի համար, այնպես չէ, որ բազմիցս անդրադարձել եմ, հնարավոր է դա այդքան արագ չլինի, բայց անպայման լինելու է, սիրելի բարեկամներ։ Իսրայել պետությունը, սիրելիներս, գիտեք, հիմնադրվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Իսրայելը իր անկախությունը հռչակեց մայիսի 14-ին 1948 թվականին եւ ինչպես եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված պետություններ, ընդհանրապես աշխարհակարգը, որը ձևավորվել է, գիտեք, որ այդ ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին մորակները կուտակված էին հենց առյուծ կենդանակերպում, իսկ այժմ Պլուտոնը գտնվում է ջրհոսում, այսինքն դիմակայում է այդ առյուծին, որը որ հանգեցնում է անխուսափելիորեն բերելու է այդ աշխարհակարգի փլուզմանը։ Եվ այստեղ Իսրայելը նույնպես տուժելու է, որովհետև Իսրայելի աստղային քարտեզում մենք տեսնում ենք 4 մոլորակ առյուծ կենդանակերպում, այստեղ լուսինն է, Սատուրնը, Պլուտոնը, այսինքն բացի լուսնից, բոլոր չար մորակները կուտակված են առյուծ կենդանակերպում։ Եվ Իսրայելը հետաքրական է, որ սկսեց այդ ռազմական ագրեսիան հենց հունիսի 13-ին, երբ Մարս մորակը իրեն քարտեզում վերադարձել էր հենց այդ նույն կետում էր հայտնվել ինչ որ Իսրայելի հիմնադրման պահին, այսինքն առյուծ կենդանակերպի 28-րդ աստիճանում։ Եվ շատ հետաքրքիր է, որ ծագող առյուծ այսպես նշանաբանով են թանում այս ռազմական գործողությունը, իհարկե Իսրայելի համար դա լավ չի, որովհետև առյուծը դիմակայում է ջրհոսին եւ Պլուտոնը կարող է ուղղակի վնասել այդ առյուծին, ծագող առյուծին, ինչու Իսրայելի ժողովուրդը մեծագույն կորուստներ է կրելու, որովհետև Պլուտոնը այժմ կանգնած է Իսրայելի աստղային քարտեզի լուսնի դիմաց, որը որ նույնպես շատ վտանգավոր է։ Այսինքն հասարակ ժողովուրդը ուղղակի զոհաբերվելու է հանուն ինչ-որ առասպելական հաղթանակների, որոնք իրական չեն։ Սրա մասին է խոսքը։ Նաև այստեղ հետաքրական է, որ օդային նորագույն տեխնոլոգիաներ են կիրառվում, այսինքն օդային ճակատամարտերի նորագույն տեխնոլոգիաներ են կիրառվելու, որովհետև Ուրանը այս քարտեզում Իսրայելի Արեգակի մոտ է 23 աստիճան ցուլ Արեգակը, հիմա Ուրանը գտնվում է նույնպես 28 աստիճան ցուլ կենդանակերպում եւ Արեգակը տարանցիկ, այսինքն հունիսի 13-ին եղել է հենց Իսրայելի Ուրանի վրա անմիջապես։ Սա նույնպես նշանակում է, որ հաշվարկված է եղել այս հարձակումը, բայց ամեն դեպքում կործանարար հետևանքներ կունենա ժողովրդի համար։ Ինձ թվում է արտագաղթը լինելու է ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետությունից, այլ նաև Իսրայելի տարածքից շատ սարսափելի արտագաղթ է լինելու, այլապես պարզապես ոչնչացվելու են մարդիկ, զանգվածային մահեր եմ ես տեսնում այստեղ։
Նաև Սև լուսինը Իսրայելի, որը գտնվում է ջրհոսում, նույնպես հետաքրական է, որ Պլուտոն մորակը մոտավորապես 30 թվականին մոտենալու է Սև լուսնին եւ սկսելու է նաև դիմակայել Իսրայելի այդ ամբողջ կույտին, որը գտնվում է առյուծ կենդանակերպում Սատուրնին, Պլուտոնին, հետագայում նաև Մարսին, որը շատ հավանական է, որ անխուսափելիորեն կհանգեցնի Իսրայելի պետության, ընդհանրապես պետության կազմալուծմանը։ Այդ տարածքում հնարավոր է այլևս հնարավոր չլինի բնակվել։ Այսա նույնպես այսինքն Տրամպի բոլոր այդ երազանքները, որ այդ Գազայի հատվածը պետք է վերածվի Ռիվիերայի, կառուցվեն այնտեղ հյուրանոցներ, չգիտեմ, հանգստի գոտիներ եւ այլն, դա պարզապես չգիտեմ, մոլագարից նորք է, իրականում այդպիսի բան չի լինելու, ես ավելի շատ տեսնում եմ այստեղ մեծ էկոլոգիական աղետ, այս ամբողջ տարածքում, Իսրայելի տարածքում, այդ թվում նաև Գազայում, որովհետև Իսրայելը բնաջնջում է ամբողջ այդ ազգաբնակչությանը, կարծելով, որ դրանով նա այսպես ավելի զորացնելու է իր ազդեցությունը տարածաշրջանում, բայց իրականում բարդ հետևանքներ սպասում են նաև Իսրայելին, սա կարծում եմ անխուսափելի կլինի։ Այստեղ նաև Արեգակն է մոտենում այդ Սատուրնի եւ Պլուտոնի միությանը, որը 2-ից 4 տարվա ընթացքում է լինելու եւ շատ տրամաբանական է, որ ԱՄՆ-ն ըստ էության նպաստեց, ստեղծեց այդ երկիրը, այդ պետությունը օգնեց, օժանդակեց, համենայն դեպս ռազմական եւ ամեն ձև օժանդակեց ֆինանսապես, մարդկային ռեսուրսով եւ այլն եւ այլն, եւ կարող է նաեւ վերացնել նույնպես, այսինքն այնպես չէ, որ այս պատերազմը լինելու է միակողմանի, միայն Պարսկաստանի ավերը եւ փլուզումը։ Այստեղ երկակի այս պատերազմում ըստ էության հաղթողներ չեն լինելու, եւ ես հիշում եմ նաեւ Վանգայի կանխատեսումը, որի մասին բազմից խոսել եմ, որ նա ասում էր 3-րդ համաշխարհային պատերազմը սկսելու է այն ժամանակ, երբ անկնի Սիրիան, այսինքն փլուզվի Սիրիան, մինչև անցած տարվա նոյեմբեր Սիրիան կանգուն էր, բայց այնուամենայնիվ այդ ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Իսրայելի, այսպես ասած, համատեղ ջանքերով, ուժերով Սիրիայում տապալվեց սահմանադրական կարգ, այսինքն պետությունը ըստ էության վերացվեց եւ հանձնվեց ահաբեկչի ձեռք։ Նախկինում այդ ահաբեկչի համար $10 միլիոն փող էին տալիս, իսկ այժմ նա Սիրիայի ղեկավարն է, այդ Աշարան, հա։ Եվ սա ըստ էության փաստացի իրագործում է Վանգայի կանխատեսմամբ, որովհետև արդեն տեսնում ենք, որ դրանից հետո այդ 24 թվականի ավարտից հետո բավականին ակտիվացել են բոլոր այդ լարվածության գոտիներում ռազմական գործողություններ, թե ռուս-ուկրաինական, թե Պակիստանի, Հնդկաստանի միջև տեսնում ենք այդ լարվածությունը։ Եվ իհարկե այդ ամենի գագաթնակետում գտնվում է Իսրայելի եւ Պարսկաստանի հակամարտությունը, որը շատ վտանգավոր է, այն իմաստով կարող է դառնալ լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմ եւ վերաճել 3-րդ համաշխարհային պատերազմի։ Սրա մասին է ուզում այսօր ձեզ ասել, որովհետև շատ հարցեր եք տալիս, կարող եք նաև այս վիդեոյի տակ գրել հարցեր, անպայման բաժանորդագրվեք Anti-Fake-ին եւ նաև իմ YouTube-յան ալիքներին, բաժանորդագրվեք նաև իմ Telegram-յան ալիքին, սիրելիներս, կհանդիպենք, ցտեսություն։